Անի ջան, ողջույն նորից։ Ողջույն Տաթև ջան։ Ողջույն եմ բոլորին։ Տաթևը մի քիչ ամաչացրեց ինձ ներկայացման ժամանակ, ամեն դեպքում չեմ թաքցնի նաև հպարտությունս, որ այստեղ նստած եմ եւ հնարավորություն ունեմ կիսվելու, խոսելու այն ամբողջ աշխատանքով, որը մեզ համար իսկապես շատ սիրելի է, այդ քո ներկայացրած, եթե ճիշտ է, Ubuntu, հա, այդ գաղափարը եղել է մեր ամբողջ աշխատանքի հիմքում, հա, Արմավիրի զարգացման կենտրոնի այս պարագայում եւ հանձինս ինձ, որ եղել եմ որպես փորձագետ իրականացվող աշխատանքներում դեռ 2023 թվականից կարծեմ մասնակցային բյուջետավորումը արդեն Հայաստանում սկսել է ինչ-որ չափով գործարկվել, կամավորության փուլից սկսած, երբ որ ծրագիր դեռևս չենք ունեցել եւ ուղղակի կամավոր աջակցել ենք համայնքներին, ինչքանով որ կարողացել ենք, հա, տարբեր ֆորմատներով, մինչեւ որ արդեն իշնորհիվ նաեւ դոնորական համայնքի, այս դեպքում GIZ-ի, Շվեյցարիայի ուրեմն զարգացման եւ համագործակցության գործակալության կարողացել ենք եւ նաեւ մեր ամենասիրելի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, որոնց հետ միասին իսկապես ձեռք-ձեռքի տված փորձում ենք այս մեխանիզմը երկրում իրապես կայացնել։ Շնորհակալ եմ Անի, այ խոսում ես մեխանիզմի մասին, շատ հետաքրքիր է։ Ինչ ես կարծում, առհասարակ մասնակցային բյուջետավորումը ինքը պարզապես կառավարման մեխանիզմ է, հա, կառավարության կողմից ներդրված համայնքներում, թե կարծում ես, որ առաջին հերթին քաղաքացիական գործիքակազմը համայնքներում զարգացնելու միջոց է։ Ես ճիշտն ասած երևի չեմ սկսի բևեռացնելով, հա, որովհետև ըստ իս մասնակցային բյուջետավորումը եւ կառավարման գործիք է, մեխանիզմ է եւ նաեւ քաղաքացիական հզորացման շատ կարեւորագույն մեխանիզմ է եւս, որովհետև որպես կառավարման գործիք մասնակցային բյուջետավորումը հնարավորություն տվեց տեղական ինքնակառավարման մարմիններին ունենալ կենդանի երկխոսություն բնակիչների հետ։ Այնպես չի, որ մինչև մասնակցային բյուջետավորումը չենք ունեցել մասնակցության մեխանիզմներ, հա, թե, չգիտեմ, օրենքով ամրագրված, թե ռեալ իրականացվող, ամեն դեպքում երևի թե այդքան մեծ արդյունքները եւ շոշափելի չեն եղել, ինչքան մասնակցային բյուջետավորման պարագայում մենք տեսանք։ Դրա համար կառավարման մեխանիզմ որպես ինձ թվում է ավելի բարձրացվեց արդյունավետությունը բյուջեի ծախսման առումով, այսինքն մի բան է, երբ որ բնակիչները իրենց առաջնահերթությունները սահմանեցին, մեկ այլ բան է, թե դրանք ինչպես է տեսնում թիմը։ Դրանք իհարկե կարող են խաչվել, բայց նաև կարող են լինել տարբեր։ Բայց ինձ որպես ԿՀԿ ներկայացուցիչի շատ հոգեհարազատ է որպես քաղաքացիական հզորացման մեխանիզմ դիտելը որպես մասնակցային բյուջետավորումը, որովհետև սա հնարավորություն տվեց մարդկանց լսելի դարձնել իրենց ձայնը, հնարավորություն տվեց սպառողից դառնալու համահեղինակներ այս գաղափարների, որովհետև բնակիչը հասարակ հավատաց եւ հասկացավ, որ ինքը կարող է ծրագրի առաջադրելուց սկսած մինչեւ դրա քվեարկությունը, մինչեւ դրա մշտադիտարկումը լինել է ծրագրի կողքին եւ այնուհետեւ շատ կարեւոր է, որ այդ արդյունքի նկատմամբ հավատացեք, այդ նույն բնակիչը շատ ավելի հոգատար է լինելու, որովհետև ինքը իր ներդրումն է ունեցել դրա մեջ, հա, իր ձայնը լսելի դարձնելով է, որ այդ խնդիրը տեսանելի լուծում է ստացել, դա շատ կարևոր է, որ մենք ունենում ենք այսպես իրենց տեր համարող քաղաքացիներ, իսկ իմ կարծիքով ցանկացած ժողովրդավար երկրի պարագայում դա պիտի լինի երազանք ունենալ իրենց երկրին, իրենց համայնքին, իրենց տեր համարող քաղաքացիներ։ Շատ լավ Անի, քանի որ դու ինքդ հասարակական ներկայացուցիչ ես ու աշխատել ես այս ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպությունների հետ, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, հետաքրքիր է։ Մենք տեսնում ենք, որ օրինակ հասարակական կազմակերպությունները շատ մեծ եռանդով ներգրաված են այս ծրագրի մեջ։ Ուզում եմ հասկանալ, կար բաց, որ փորձում են լրացնել, եւ եթե կար այդ բացը, ինչպես են արդեն իսկ լրացրել։ Մասնակցային բյուջետավորումը, քանի որ ինքը նոր մեխանիզմ էր, դա նոր էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար եւ նոր էր բնակիչների համար եւ կար իսկապես աջակցելու, միմյանց հետ համագործակցելու կարիքը եւ իմ կարծիքով հասարակական կազմակերպությունները
աջակցել են տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքներին, այն ամենակարևորով, ինչը որ հենց ՀԿ-ները ամենալավն են անում երևի թե, հա, դա մասնակցության ապահովումը, քաղաքացիների ներգրավումը, պրոցեսներում օգնել են թիմին ավելին ունենալ, հա, այսինքն տեղեկացվածության բարձրացումը բնակիչների շրջանում, երևի հենց ամենամեծ ուրեմն անելիքը, որ արվել է ՀԿ սեկտորի կողմից, դա մասնակցության բացի լրացումն էր, որովհետև եթե մենք նայենք, սրանք խոսքեր չեն նաև, հա, միայն, որովհետև եթե նայենք վիճակագրությանը, ի սկզբանե, երբ որ առաջի տարին 4 համայնքները արեցին կամավոր սկզբունքով, կտեսնենք ծրագրեր, որոնք հաղթեցին ընդամենը 3 քվեարկությամբ, 4 քվեարկությամբ, բայց այսօր մենք խոսում ենք հազարավոր, անգամ համայնքներ ունենք 10 հազարավոր քվեարկությունների մասին, սա ակնհայտորեն ավելի բարձր մասնակցության բնականաբար արդյունք է եւ այստեղ վստահաբար ՀԿ-ները բավականին մեծ ներդրում են ունեցել։ Սա թույլ է տվել, որպեսզի քաղաքացիները համարեն, որպես իրենց եւս տեր այդ բյուջեին եւ կարողանան մասնակցել այդ բյուջեի բաշխման գործընթացին։ Իմ կարծիքով երևի հիմնական դերակատարումը սրանք են եղել։ Օրինակ, ես կարող եմ հիշել մեր ՀԿ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում, որ ամենակարևոր փաստաթղթերից մեկը, որ օրինակ մենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ ստեղծեցինք, դա քաղաքացիների ներգրավման ռազմավարությունն էր, որպեսզի դա քիչ թե շատ լիներ համակարգված գործընթաց, որովհետև նույն հանձնաժողովի անդամները եւս իրենց համար նոր էր process-ը եւ իրենք էլ իրենց կարողությունների զարգացման բավականին անելիքներ ունեն, մինչև այսօր ճանապարհին գալուց նույնիսկ ինձ զանգահարել է Մասիսի համայնքապետարանից, խոսելով գալիս ենք, այս պահին օրինակ մենք չունենք ծրագիր, որով Մասիսի համայնքապետարանը շատ ուղիղ մեր շահառուն է հանդես գալիս, բայց դա կապ չունի, այսինքն մենք անցյալ տարվա այդ 21 համայնքների հետ, որ աշխատել ենք, իրենք շատ սովոր են անընդհատ զանգել, որովհետև գիտեն, որ մշտապես հասանելի ենք եւ այն փորձագիտական աջակցությունը, որ կարող է կազմակերպությունից կամ չգիտեմ անձնապես փորձագետներից գնալ, մշտապես կարող են գտնել։ Անի, դու խոսքի մեջ նշում էիր, որ օրինակ համախմբել են, այսինքն առաջ սկզբնական փուլում 3-4 քվեարկություն, այնուհետև 1000, 10000, չէ՞, նույնիսկ ինձ օրինակ շատ հետաքրքրեց։ Երբ որ մենք խոսում ենք համայնքների մասին, որտեղ օրինակ մարդկանց թիվը հատկապես մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 16 տարեկանից եւ բարձր, նշանակում է թիրախային խումբը, ովքեր որ կարող են քվեարկել, իրենք բավականին քիչ են։ Կարող ենք ասել, որ այս ծրագիրը փորձեց նաեւ համախմբել սա մի գործիք էր մարգինալացված խմբերին, եւ եթե այո, ապա ինչպես էր փորձում հենց այս խմբերին համատեղել։ Իրականում մասնակցային բյուջետավորումը կարծես տալիս է այդ բարձրախոսը բոլոր խմբերին, բոլոր բնակիչներին, բայց դեռևս չեն կարող ասել, թե բոլորը գիտեն ինչպես օգտվել այդ ձայնի իրավունքից, այդ հնարավորությունից, կամ գուցե գիտեն, բայց դեռ վախենում են, դեռ չեն խիզախում։ Դրա համար, եթե որ ասում եմ մաքուր առումով որ նայենք, տեսական առումով մասնակցային բյուջետավորումը ինքը ներառական մեխանիզմ է, այո, բայց դեռևս այս ճանապարհ ունենք այստեղ անցնելու, որովհետև այսօր կտեսնենք, որ ենթադրենք թվային գրագիտության պակաս ունեցող մարդիկ խմբերը ավելի քիչ են կարողանում մասնակցել, մի փոքր գուցե մեծահասակ տարիքի մարդիկ, ովքեր նույն այս թվային գրագիտության պայմանավորված, չգիտեմ, թվային այս սարքերից, գադջետներից ավելի քիչ են օգտվում իրենց համար, էլի ինչ որ անհասանելի հարցեր կան մասնակցության առումով։ Դրա համար կան խմբեր, ովքեր տեղեկատվության պակաս ունեն, այսինքն իրենք շատ պրոակտիվ չեն, որպես բնակիչներ, ու օրինակ վերջերս խոսում ենք, ասում է, ես ենթադրենք սոցիալական այլ ծրագրի շրջանակներում համայնքի բնակիչներ եւ թիմ երկխոսություններ ու քննարկում ենք, թե բնակիչների համար որպես մեխանիզմ թիմի հետ համագործակցության աշխատելու որ ճանապարհն է, որ ավելի ոնց որ արդյունավետ են համարում, իրենց համար կարեւոր է եւ մշտապես գնում է շեշտը դեպի սոցիալական մեդիա, ճիշտն ասած հիմա, բոլորի հատկապես թիմի կողմից պատասխանը հետեւյալն է, դե մենք այդ ամեն ինչի մասին տեղադրում ենք, չգիտեմ, Facebook-ում օրինակ, այլ արդեն կայքի անունն էլ չենք տալիս, բայց բնակիչների խումբ կա, որ արդարացիորեն խոսում է այն մասին, որ ինքը պարտավոր չի
պարտադիր կերպով Facebook-ից, հա, կամ սոցիալական ցանցից տեղեկանալ համայնքի տարբեր հնարավորությունների եւ ծրագրերի մասին, հետեւաբար պետք է լինեն նաեւ այլ մեխանիզմներ։ Դրա համար երևի պետք է նաեւ այս դիվերսիֆիկացիան կարողանանք ապահովել որպես համայնքապետարաններ, հա, որպես, չգիտեմ, ծրագիր իրականացնողներ, հաշվի առնելով, որ ունենք տարբեր կարիքներով խմբեր եւ այսօր համայնքապետարանները թերևս դեռ անելիք ունեն սովորելու բոլոր խմբերի լեզվով խոսել եւ ներառականությունը ապահովել, այստեղ դեռ անելիք եւ ճանապարհ ունենք անցնելու, այո։ Ես մի հարցի ուզում տալ, բայց քո պատասխանից ես արդեն իմ մյուս հարցի պատասխանը կարծես թե ստացա, այսինքն մենք կարող ենք ասել, որ դեռ ունենք բաց այն մասով աշխատանքի, որ չենք կարողանում մասնակցության բյուջետավորման մեջ ներառել հասարակության բոլոր խմբերին, որտեղ օրինակ դու օրինակը բերեցիր, հա, թվայնացման հետ կապված, հա, նախընտրությունը, կոմունիկացիա, ինչ տարբերակով են ցանկանում, բայց քաղաք հասարակություն որպես, հա, եւ միանգամից մյուս հարցս էլ տամ, ինչ ձախողված փորձեր են եղել, ու այդ ձախողված փորձերի հետնամասում ինչ աշխատանք է կատարվել կամ ինչի բացակայությունը, որ կարող ենք ասել ձախողվել է։ Մի փոքր խոսենք այն մասին, որը որ սովորաբար ես վստահ եմ, որպես փորձագետներ միշտ կուլիսներում բոլորս խոսում ենք, մեզ բոլորի շատ քաջատ ծանոթ է, շատ քաջատ տեղյակ է, բայց երևի այս մի փոքրիկ անցում կատարենք, նաև խոսենք, թե ինչն է եղել այդ ձախողումները ու դրանց հետևում ինչն էր կանգնած հատկապես, որտեղից էր գալիս։ Մի փոքր լրացնեմ նախորդ հարցին, խմբերի հետ կապված, կուզեմ նաև համայնքներից խոսել, հա, այսպես ասած, երբ որ օրինակ խոշորացումը տեղի ունեցավ համայնքներում, փոքր բնակավայրերից շատերը ունեին այն մտավախությունը, որ իրենք ինչ-որ իմաստով դառնալու են մարգինալացված կամ լուսանցքում հայտնվեն կենտրոնական բնակավայրի ստվերում, բայց իմ կարծիքով եւ նաեւ աշխատանքն է ցույց տալիս եւ փորձը, որ այսօր դժվար գտնենք շատ համայնքներ, որոնք նախկին մտավախությունները դեռևս տեղին են, չեմ բացառում, որ կլինեն նման ուրեմն համայնք բնակավայրեր, խմբեր, մարդիկ, ովքեր դեռևս կլինեն այն կարծիքին, որ այո մարգինալացված փոքր համայնքներ ունենք, հա, այսպես կենտրոնական բնակավայրի ստվերում, բայց ամեն դեպքում դա կլինեն բացառություններ եւ ոչ թե օրինաչափություններ։ Հիմա եթե գալիս ենք մասնակցային բյուջետավորմանը, այս դեպքում եւս, այո, տեսականորեն ապահովված է բոլոր բնակավայրերի մասնակցությունը, հա, ինչպես եւ բոլոր խմբերի, բայց դա դեռևս շարունակական պայքար է եւ դրա վառ օրինակն է, որ այս տարի քվեարկության նոր ուրեմն համակարգ ներդրվեց, այսինքն որոշակի կարգավորումներ, փոփոխություններ իրականացվեցին, որովհետեւ փոքր բնակավայրերի ուրեմն իսկապես, այսպես ասած, նաև հիմնավորված, հա, երբեմն բողոքը, որ իրենց համար դժվար է, հա, լինելով, չգիտեմ, 1000 կամ 2000 բնակիչ ունեցող բնակավայր մրցել տասնյակ հազարավոր բնակիչ ունեցող բնակավայրերի հետ, հա, քաղաքների հետ օրինակ, բայց սա էլ այսպես օրինաչափություններ, բայց ունենալով իր բացառությունները, որովհետև դու էլ շատ լավ կհիշես, Տաթև ջան, եւ նաև գիտեմ, որ լսարանում կան մարդիկ լավատեղյակ, թե ինչպես հենց փոքր բնակավայրերը կարողացել են իրենց ջանքերը մեկտեղել եւ իսկապես հեղափոխական արդյունքներ, այսպես ասած, գրանցել իրենց համախմբման, իրենց ներուժը, այսպես ասած, միավորելու արդյունքում, օրինակ Նոր Խարբերդի դեպքն եմ շատ լավ հիշում, հա, որ չգիտեմ, Մասիս քաղաքից առավել, այսպես ասած, ձայներ էր կարողացել ուրեմն հավաքել։ Անի Խարբերդից թողնենք մեր խոսնակին կպատմի ամեն ինչ, մենք այս հյուրերի համար անակնկալ ենք անում։ Ես ուղղակի ինչի եմ Խարբերդը հիշում, որտեվ ինձ համար հարազատ համայնք է, մենք այնտեղ նաև աշխատել ենք ու ակտիվ խմբեր ենք ունեցել, դրա համար միանգամից Խարբերդի օրինակն եմ հիշում, կթողնենք այո մեր խոսնակին այս մասը, բայց ասածս այն էր, որ ունեցել ենք այդ օրինակները։ Բայց հիմա տեսնենք պիլոտային փուլում է երևի թե այս նոր փոփոխությունը, հետո թվերի ու վիճակագրության տեսքով կհասկանանք իսկապես համայնքների բնակավայրերի առումով ներառականությունը ինչքանով են կարողացել ապահովել։ Շնորհակալ եմ։ Եվ իմ վերջին հարցը ուզում եմ հետևյալի։ Ինչ պատասխանեցի, դեռ նախորդն էի պատասխանել։ Կներես Անի։ Բայց պետք է հիշեցնեք հարցը, կապված ԿՀԿ-ների հետ, որ մենք ձախողումներ ենք, չէ՞ ունեցել, ամեն դեպքում որպես մասնակիցներ մենք գիտենք մյուս մասը, շատ կարճ, չեմ ուզում դրա մասին շատ խորանանք, բայց շատ կարճ ուզում ներկայացնես որտեղ ենք ունեցել ձախողումներ ու ամենակարևորը որպես քաղաց դասեր հասկացանք ինչ ունեցանք այդ ձախողումները։
Շատ լավ։ Ձախողումների մասով ասեմ, որ այդպես միանշանակ ես էլ չեմ որակի ձախողում, որովհետև մասնակցային բյուջետավորումը այնուամենայնիվ նոր մեխանիզմ է մեր երկրում եւ պետք է իսկապես բոլորի ջանքերը ներդրվեն այս մեխանիզմի կայացման համար, այսինքն սա ճանապարհ է, որ անցնում են, կարևորը ամեն տարի իմ կարծիքով այն առավել ուրեմն լավ է իրականացվում, քան նախորդներ, հա, սա արդեն ես հաջողություն համարում եմ իսկապես։ Ամենակարևոր կետը, որ պիտի պահենք, որ չլինի ձախողում, դա իմիտացիայից խուսափելն է իմ կարծիքով, որովհետև չենք կարող ժխտել, որ կան համայնքներ, որոնք շատ ավելի բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ են անում մասնակցային բյուջետավորումը համեմատ այլ համայնքների։ Այսինքն շատ կարևոր, շատ կուզենամ եւ սա որպես մեսիջ էլ միշտ տալիս եմ համայնքներին, որ մասնակցային բյուջետավորումը դա մի տարվա գործընթաց չէ, մի տարվա միջոցառում չէ, սա երկար կրթական ճանապարհ է եւ մշակույթ մասնակցության եւ շատ կարևոր է այդ հիմքերը ճիշտ դնել համայնքում, որովհետեւ 1 տարի չէ, 2 տարի չէ, անպայման հետևանքները տեսնելու ենք, հա, լավ եւ վատ արված համայնքների աշխատանքներում։ Մյուս բանը, որ կուզենամ նշել, դա այն էր, որ մենք որպես խնդիր տեսանք նաև հանձինս Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության եւ այս պահին իրականացնում ենք ծրագիր ըստ մեզ նաև այդ խնդրի ուղղությամբ շարժվելով, բայց սա եւս պիլոտ է եւ արդյունքները այսպես տարվա վերջում երևի ավելի ակնհայտ կտեսնեն, դա մշտադիտարկումն է, որի մասին պարոն Գիլոյանը արդեն նշեց։ Մի քանի տարի աշխատելով այս process-ում հասկանում էինք, որ կարծես քվեարկելուց հետո այս շղթան ընդհատվում էր, այսինքն բնակիչ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ կապը խզվում էր այն փուլից, երբ որ ինչ-որ մի ծրագիր անցնում էր, հաղթում էր եւ համայնքը սկսում էր այդ ծրագիրը իրականացնել։ Ինչքան էլ որ մեթոդական ուղեցույցով նախատեսված է, որ բնակիչը ծրագրի հեղինակը իրավունք ունի հետևելու գործընթացներին, բայց փաստացի այդպես չէր, այսինքն դուրս էր մնում process-ը։ Եվ մենք առաջարկեցինք հանրային մշտադիտարկման կոմպոնենտ ունենալ, այսինքն հենց քաղաքացիները, համայնքի բնակիչները իրենք վերապատրաստվելով կարող են հետևել ծրագրերի ընթացքին առհասարակ մասնակցային բյուջետավորման, այսինքն սկզբից մինչև վերջ բոլոր փուլերում կարող են լինել մասնակից եւ նպատակը օգնելն է, որ process-ը առավել լավ իրականացվի, այսինքն ավելի շուտ կայանա մեխանիզմը մեր երկրում եւ տեսնենք 6 համայնքներում հիմա պիլոտային անում ենք GIZ-ի եւ շվեյցարիական ուրեմն զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցմամբ ՀԿ կենտրոնի հետ համատեղ տեսնենք ինչպես կլինի այս մեր 6 ծրագրերի 6 համայնքների արդյունքները, որի շրջանակում նաեւ մեթոդական ուղեցույց է, այսպես ասած մշակվում մշտադիտարկման գործիքակազմ, որը ներառվելու է ՀԿՏՀ համակարգում, այսինքն համայնքների կայքերում, այս ամեն ինչը դեռ process-ի մեջ է եւ հուսով եմ առիթ կունենանք սրա մասին եւս խոսելու։ Շնորհակալություն։ Ներկաների նաև ասեմ, որ երբ որ առհասարակ որևէ մեխանիզմ ենք փորձում ներդնել, օրինակ պետական մակարդակում երբեմն որոշ մեխանիզմներ կան բավականին հեշտ են լինում, որովհետև մի ընդհանուր իրավիճակի մի թիրախային խումբ է, իսկ համայնքները, մեր համայնքները իրենք բոլորը իրարից տարբերվում են եւ երբեմն մենք ուզում ենք փունջ ունենալ օրինակ համայնքների նմանությամբ մեծ պլանով կարողանում ենք փնջավորել, բայց երբ որ շատ ուսումնասիրում ենք, խորանում ենք, մեր համայնքներն իրարից բավականին տարբեր են։ Ու այս բավականին տարբեր համայնքներում բերել մի նոր գործիք, նույնը փորձել անել բոլոր համայնքներում, պարզ է, որ տարբեր կերպ են ընկալվելու, հատկապես նորությունները առհասարակ ցանկացած հասարակություն են բավականին դժվար են մարսվում։ Ու այս ճանապարհին շատ լավ է, երբ որ կա պետության, քաղաքացիական հասարակության եւ հենց համայնքներում բնակիչների պատրաստակամությունը միասին հաղթահարելու, միասին հասկանալու իրենց համայնքի առանձնահատկությունները։ Եվ Անի ջան, իմ վերջին հարցը ուզում եմ քեզ տալ հետեւյալի մասով, պատկերացնենք, մենք եւս մեկ TEDx ենք ունենում մոտավորապես 5-ից 10 տարի անց, զրուցում ենք ու հնարավորությունները այնպես է տրվել այդ մեխանիզմը եւ գործիքները, որ մեր բնակիչները ամբողջովին վերահսկում են բյուջեն, որովհետեւ մենք խոսում ենք մասնակցային բյուջետավորում, որ համայնքներին է, բայց ինչ որ մի տոկոսի մասին։ Պատկերացնենք, երբ որ ամբողջովին մենք տվել ենք բյուջեի վերահսկողությունը հենց բնակիչներին, մոտավորապես ինչպիսի Հայաստանում ենք լինելու մենք 5-ից 10 տարի անց։
Շատ լավ, որ ասում ա տեսլական է իսկապես։ Եթե իրոք ինչպես նշեցի, այն բոլոր ձախողումները, խնդիրները, որոնք process-ում տեսնում ենք, եւ այն բոլոր առաջարկները, որոնց շուրջ աշխատում ենք, իսկապես այս ամեն ինչը կարողանանք պատշաճ կերպով իրականացնել եւ հասնենք այդ օրվան, եթե եւ ասում ա երկու բառով ասելու լինեմ, ինձ թվում է պետքա մեզ գանք տերը երկրի, հա, որովհետեւ եթե մենք համայնքի մի բյուջեի մի փոքր հատված ենք այս պահին տալիս բնակիչներին տնօրինելու, այս պարագայում եթե ու իսկապես իրավազոր եւ գիտակից քաղաքացի պետք է ունենանք նաեւ, հա, ով կունենա այդ լիազորությունը, այդ կարողությունը նաեւ եւ հնարավորությունը տնօրինելու այս բյուջեն։ Ես հիշեցի, երբ որ 10 տարի առաջ, այ ձեր նշածից հակառակը գնամ, հա, անցյալ գնամ 10 տարի առաջ, երբ որ Շվեյցարիայում փոխանակման ծրագրի էի մասնակցում, ուրեմն իրենք ամեն վայրկյան մեզ որպես մասնակիցների, շվեյցարացի կազմակերպիչները ասում են, որ մի մոռացեք, որ դուք այստեղ շվեյցարական պետությամբ հողով եք։ Ճիշտն ասած դուրներս չէր գալիս, հա, որովհետեւ ոնց անընդհատ քեզ երեսով տային, որ դու Շվեյցարիայի պետության գումարներով ես հայտնվել իրենց երկրում մասնակցում ինչ-որ ծրագրի, ու մեզանից իրենք կարգապահություն եւ պատասխանատվություն էին ակնկալում 100% ամեն հարցում, հա, որտեղ մենք իրենց կառավարության գումարներով ենք այնտեղ, եւ մյուս բանը, որ միշտ իրենք շեշտում էին, որ այ եթե կարող ենք մենք խնայել հիմա ծրագրից բյուջեից այսքան հատված, պիտի խնայենք ու հետ տանք մեր կառավարությանը, որպեսզի ավելի շատ ծրագրեր անելու հնարավորություն ունենանք։ Դուք պատկերացնում եք 10 տարի առաջ իմ ապշելը, զարմանքը ոչ մի ձև չէի կարողանում պատկերացնել, թե քաղաքացին ինչքան է պետական բյուջեն համարում սեփական բյուջե, հա, որ իր համար կարևոր է այդ գումարը չի pasում, հա, իմ գրպանում մնա, ասում է այնտեղ մնա, որովհետև բյուջեում նորից վերադառնա, որտեղ նորից ինձ է ծառայելու։ Այսինքն սա մի հրաշք, չգիտեմ, հրաշքների աշխարհում է ինձ թվում է տեսլական է այս պահին, բայց հուսով եմ, որ բոլորիս ջանքերով կարողանանք հասնել այնտեղ, որ ժողովրդավարությունը իսկապես դառնա կենսակերպ մեր երկրում ու համայնքներում։ Շնորհակալ եմ շատ Անի, վստահ եմ շատերին հատկապես քո որպես փորձագետի հայացքը, հա, հարցերին պատասխանը բավականին հետաքրքրեց։ Ես մի բան եմ ուզում ասել, վերջերս Անին մի լուսանկար էր գցել Facebook-յան իր էջում, ու ես տղայի հետ, Անի քանի տարեկան է տղադ։ 13։ Ես զարմացա ճիշտ ասած, նախ որ Անին ամուսնացած է ու 13 տարեկան տղա ունի, ինչու, որովհետև Անին այն մարկանցից է հատկապես այս ծրագրում, որ 24/7 հասանելի է։ Տեսեք ինչքան համայնքներ ունենք, ինչքան մարդիկ կան ներգրաված, բոլորը ինչ որ հարց են անում, Անին են զանգահարում, եւ ես վստահ եմ Անին ամբողջ օրը գրասենյակում է կամ համայնքներում է, բայց պարզվում է Անին ամուսնացած է, բալիկ թե բալիկներ է։ Բալիկներ ունի նույնիսկ, ամեն դեպքում ապրես շատ Անի, հենց քո կերպը արդեն իսկ մեր համար բավականին մեծ խթան է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։